երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանին որոշակի ձևով անվստահություն հայտնեցին կաբինետում, հետագայում դա դարձավ պետական հեղաշրջում։ Ընդդիմադիր, այսպես փողոցային շարժումը բռնկվում է, երբ որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի դեմ ունենում է ինչ-որ արգումենտներ, քո փրկությունը Թուրքիայի մեջ է, իսկ Թուրքիան հենց արևմուտքն է։ Абсурда. Тебя научу родину любить. Իշխանությունը չի ուզում այդ անկախ դեմքերի եւ անկախ շրջանակների ձևավորմանը ուղեղը զինաթափելը դա աշխարհի ամենամեծ ճիվաղ հանցագործությունն է, որը հիմա փորձում են անել։ Աշխարհը լեցուն է հուդաներով, տարբեր ձևի մանրում մեծ կալիբրի։ Մարդը միակ տեսակն է, որը խնդիր ունի մարդ դառնալու։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր ուղի խոսելու ենք իմպիչմենթի մասին։ Մեր զրուցակիցն է գրականագետ, քաղաքագետ Անուշ Սետրակյանը։ Բարև ձեզ, Տիկին Սետրակյան, շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Հրավիրելու համար։ Տիկին Սետրակյան, եկեք նախ հասկանանք ինչ է իմպիչմենթը, հա, գործընթացի մասին արդեն երկար ժամանակ խոսվում է, սակայն շատերը չեն հասկանում ինչ գործընթաց է եւ ինչպես է իրականացվում։ Դե իմպիչմենթը դա գերագույն քաղաքական իշխանությանը տվյալ պահին կարող է լինել նախագահական իշխանություն, վարչապետական, չգիտեմ, այնտեղ կոնսենսուսային վեճ է գերագույն իշխանությանը եւ նրա գլխավոր ներկայացուցիչին անվստահություն հայտարարելու գործընթացն է, որը որպես կանոն չի կարող կատարվել համաժողովրդական մակարդակով, որտեղ համաժողովրդական իմպիչմենթը, ես չեմ կարող ասել, որ իրավաբանական գիտելիքներով փայլում եմ, ես ուղղակի քաղաքական փորձն եմ։ Շատ հաճախ իմպիչմենթը հավասարեցնում են հեղաշրջմանը, որտեղ շատ մարդիկ կան, որոնք այդ օրենսդրական տառը եւ ոգին օրենքի չեն պահում, մինչեւ վերջ ուժն է մտնում դաշտ եւ երբեմն լինում է որ սկսում է իմպիչմենթ, վերջանում է իբրև հեղաշրջում։ Դրա համար մարդիկ կան, որ նույնացնում են իմպիչմենթը եւ հեղաշրջումը։ Շատ տեղերում իմպիչմենթը, ես ուզում եմ պատասխանել միանգամից այն բոլոր մարդկանց, ովքեր տապալում են իմպիչմենթը, ասելով, որ իմպիչմենթը դա ի վերջո անարդյուն գործընթաց է։ Ոչ, իմպիչմենթը բոլոր դեպքերում կարող է ունենալ իրավաբանական 0 արդյունք։ 0։ Այսինքն չբերի իշխանափոխության, չբերի այդ մարդու փոփոխության եւ իշխանություն հրաժարման, որը մենք հասկանում ենք, իմանալով թե ինչ կարգի է ներկայիս իշխանությունը կարճած իշխանությունից եւ ինչ էգզիստենցիալ, դա կյանքի մահի խնդիր է, էլ դա միայն իշխանության խնդիր չի։ Կյանքի մահի ինֆորմացիա է, որովհետեւ մենք հասկանում ենք, որ եթե նախորդ իշխանությունների մոտ երկու ինֆորմացիա կար, դա մեկը կոռուպցիոն գործերի ինֆորմացիաներ, մյուսն էլ Ռուսաստանի գաղտնի ծառայությունների հետ կապերի ինֆորմացիան, այստեղ արդեն ինֆորմացիան ծաղկում է, զարգանում է, ավելանում են ադրբեջանական թուրքական գործոնները, իսկ հայ հոգեբանությունը ադրբեջանական թուրքական գործոնի հանդեպ ունի գենետիկ կանխակալ վերաբերմունք, այսինքն մենք հասկանում ենք, որ ոչ միայն մահն է, ոչ միայն իշխանություն ձրկումն է, այլև հավերժական խայտառակություն է, որից այդ մարդիկ փորձում են ամեն կերպ խուսափել։ Բայց իմպիչմենթ հայտարարելու ինքնին փաստը եւ իմպիչմենթը իր գործընթացով մինչեւ վերջ տանելու խնդիրը ունի շատ լուրջ բարոյական եւ քաղաքական նշանակություն։ Եթե իմպիչմենթը կատարվում է ամբողջ ընդդիմության հավասարազոր ջանքերով, ապա ցույց են տալիս, որ այն ուժերը, որոնք իշխանության դեմ են տրամադրված եւ ամեն մեկը իր հերթին թոքերի ողջ օժով գոռում է իշխանություն, ոնց է գոռում, չի գոռում, ճիչում է, բանը միավորվել է, նույնիսկ այն թղթի շուրջը, որը վստահաբար չի բերելու որևէ գործնական արդյունք։ Եվ ասում են, գիտեք ինչ, գործնական արդյունք չի լինելու։ Գործնական արդյունքները շատ հաճախ ունենում են 2, 3, 4 տարվա ամիսների կամ տարիների հետ հայաց ազդեցություն։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանին որոշակի ձևով անվստահություն հայտնեցին կաբինետում, հետագայում դա դարձավ պետական հեղաշրջում, հեղափոխություն, չգիտեմ, հեղաշրջում չէ, հեղափոխություն չէ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ կոլեկտիվ միասնական անվստահություն հայտնելու գործընթացը ինքնին շատ խորհրդանշական է, ցույց է տալիս, որ ընդդիմությունը ամիասնական է, բ. որ ընդհանուր այդ իշխանությունը չընդունելու եւ նրան հեռացնելու ցանկության մեջ նրանք նախնական պայմանավորվածությունն են եւ բ. աշխարհը տեսնում է,
որ Հայաստանում օրենսդրական իշխանություն ներկայացնող ուժերը, իսկ արևմուտքի համար կոնկրետ դա շատ կարևոր է, Ռուսաստանի համար չէ, դա թքած ունեն ինչ։ Իրենք գիտեն, թե ինչ ձևով է սարքվում իշխանությունը, իրենք են սարքում մեր իշխանությունը, բայց արևմտյան աշխարհի համար դա կարևոր է, որովհետև արևմտյան աշխարհը մտածում է, որ այս մարդիկ մանդատ ունեցող, քվե ունեցող, վստահություն ունեցող ժողովուրդ են, իրենք արտահայտում են ժողովրդի միտքը, այո, կամքը, ուրեմն այստեղ ինչ-որ մի բան է, ինչի։ Օրենքի ուժով։ Իհարկե, օրենքի ուժը, հավաքական կամքը եւ քվե ստացած դեպուտատների մասնակցությունը։ Բայց երբ որ արդեն ընդդիմությունը սկսում է մասնատել իմպիչմենտի գործընթացը եւ սկսում է այդ իմպիչմենտի գործընթացով իրար միս պատառոտել, ես անձամբ իրավունք ունեմ, ինձ մեկ-մեկ ասում են դու ինձ թեզեր ես առաջադրում, որոնք կարող են քեզ բերել դատարանում պատասխան տալու հնարավորությանը, այո, ես ասում եմ ոչ, ես չեմ առաջադրում թեզեր, ես չեմ պնդում, ես առաջադրում եմ վարկացնել եւ առաջարկում եմ, որ մարդիկ հետհայաց նայեն Հայաստանի ընդդիմադիր փողոցային պայքարի տարբեր փորձերին եւ ըստ այդմ հանգեն եզրակացությունների։ Տեսեք, Հայաստանում ընդդիմադիր այսպես փողոցային շարժումը բռնկվում է այն ժամանակ, երբ որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի դեմ ունենում է ինչ-որ արգումենտներ եւ ինչ-որ զիջումներ կորզելու ցանկություններ եւ այդ ժամանակ հանկարծ ձեռնոցի պես նետվում են բեմ քաղաքական այն ուժերը, որոնք նույն հաջողությամբ են մակընթացության եւ տեղատվության պես ալիք են տալիս ու հետ են քաշվում, ալիք են տալիս ու հետ են քաշվում։ Ես հիշում եմ փաստաթղթի ստորագրման եւ անցկացման ամեն կետի հետ կային ինքնաբուխ ալիքներ, մարդիկ հայտնվում էին ազգային ժողովի դիմաց, հա, կառավարության շենքի դիմաց եւ միշտ հանդես են գալիս ինչ որ падգամավորներ, որոնք այդ սպոնտան իսկապես ինքնաբուխ բողոքը, մարդիկ դե սովորության համաձայն ոտները տանում են, չէ՞, Ղարաբաղյան շարժումից սկսած ավտոմատ գծով գնում ես, այո, գնում ես որ ինչ որ մի ձևի ինչ որ մի բան փորձես անել, գնում են այդ շարժումը ոչ թե քնեցնում են, այլ զզվացնելով մարդկանց ուղակի ոնց որ կանխա մտածված զզվացնում են անկապ բաներ կա ասելով, լոլոներ կարդալով, տուն ուղարկելով, որտեղ շարժումը երբ որ ուղարկվում է տուն, ասում եք բա ոնց անենք բան, կամ քայլացնելով, քայլացնելը ուժերի եւ էներգիայի սպառման հայտնի մեթոդաբանությունն է։ Երբ որ ասում ենք ջահերով երթի մասին, երթը դա արդեն մտադրված երթ է, հա, երբ որ դու սկսում ես քայլել փողոցներով, սպառելով մարդկանց, ինչպես եղավ կապիտուլյացիոն այդ պարտությունից անմիջապես հետո, ինչպես իհարկե նոյեմբերի 9-ից հետո, երբ որ դու մարդկանց սկսում ես քայլացնել երթով, դու մարդկանց փաստորեն սպառում ես հոգեպես եւ ֆիզիկապես Եվ թույլ չես տալիս, որ ձևավորվի կոնսենսուս, ձևավորվեն ինքնաբուխ լիդերներ, որտեղ դուք գիտեք, որ ամբողջը ծնում է ինքնաբուխ լիդերներ, ինքնաբուխ։ Ոչ, դուք վերցնում եք այդ կառավարման գործընթացը, որը կանխավ տապալելու եք։ Ինչու եք տապալելու։ Այստեղից եզրակացություն, որ բանը, այն արգումենտները, որ ընդդիմությունը բերում է նրան օգտին, որ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է եւ դրա համար Ռուսաստանը Հայաստանին բերել է այսպիսի էգզիստենցիալ խայտառակ վիճակի, ուղղակի փուչ է, որովհետեւ եթե Ռուսաստանը հիրավի չի պաշտպանում Նիկոլ Փաշինյանի նրա շահերը եւ նրա իշխանությունը, ապա մենք գիտենք, չէ, որ յուրաքանչյուր շարժում Հայաստանում բավարար քաղաքական Ռուսաստանի կողմից բավարար քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ստանալուց հետո միանգամից հաջողելու է, որովհետև Հայաստանի բնակչությունը Ուկրաինայի եւ Մոլդովայի բնակչություն չի, խորքային ռուսամետ է, խորքային հաշտվող է, ընդդիմությունը ամբողջովին ռուսամետ է եւ ընդդիմության հետ քաշվելը իմ համար երկու բանով է պայմանավորված, երկու ձեռքերի մարիոնետները խաղացնող նույն կենտրոնը հրահանգում է առաջ, հետ եւ դրա համար իմպիչմենտի պես դատարկ փաստաթղթի շուրջ, ասում եմ, այդ փաստաթուղթը այո, իրավական ոչ մի բանի չէր բերելու, բայց բարոյական եւ քաղաքական էֆեկտ ունենալու էր։ Այդ բարոյական եւ քաղաքական էֆեկտը մաշեցնելու այդ ցանկությունը ինձ բերում է կրկին ուշադիր եղեք վարկածների։
որ ամենայն հավանականությամբ այն կենտրոնը, որ ղեկավարում է այդ մակընթացությունը եւ տեղատվությունը, նաեւ ասում է բանը մի կռվեք երեխեք, մի կռվեք իրար հետ, այսօր դու վաղանա բանը, ребята, давайте жить дружно, արդեն հասկացնում են որտեղից է հնչում է թրահանգը, եւ բոլոր այն բաները, կեղծ թեզերը, գիտեք ինչի են կեղծ, որովհետեւ հիմա իշխանություններն ու ընդդիմությունը կանգնած են այսպիսի երկու բևեռում, մեկ ասում է ով հայ ժողովուրդ քո փրկությունը Թուրքիայի մեջ է, իսկ Թուրքիան հենց արևմուտքն է։ Абսուրդ է, ոնց կարելի է արևելյան, ամենադաժան, ամենակոչվորային, ամենաարյունռուշտ քաղաքակրթությունը բերել, մտցնել եւ նույնականացնել արևմտյան քաղաքակրթության հետ։ Բանը, նրանք էլ ասում են քո փրկությունը Ռուսիա կայսրությունն է, որը նույն ձևով արյունառուշտ է, դաժան, մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Մենք հասկանում ենք, որ այս սիտուացիայում, այս իրադրության մեջ պետք է կատարել, յուրացնել մանր քայլերի արվեստը, եւ այդ մանր քայլերի արվեստը Հայաստանում ամենադաժանաբար կանխվում է, շատ դաժան։ Այսինքն քաղաքական դաշտը ուզուրպացվում է, բանը պրոռուսական ընդդիմությանը ծնող տարբեր կենտրոնների, որտեղ մենք ունենք հիմնական, այսպես կոչված նախկինների եւ նրանց շուրջը ծնող արբանյակները, որոնք իբր թե այդքան ռուսամետ չեն, բայց ռուսամետ են եւ նույն գծի մեջ են։ Եվ պրոիշխանական իբր թե արևմտամետ ընդդիմությունը, որը իբր թե այդքան թուրքամետ չի, իբր թե արևմտամետ է, բայց իրականում թուրքամետ է, եւ ողջ հայկական քաղաքական դաշտը պատտվում է այդ երկու բանը կենտրոնների շուրջը իր արբանյակներով։ Այն բոլոր մարդիկ, ովքեր փորձում են ուղղակի հասկացնել, որ այս դիխոտոմիա, այս երկբևեռությունը իրականում բացարձակ միաբևեռություն է եւ ընդհանրապես մենք ունենք այն կշերքի նժարները, որոնք տատանվում են, բայց քիչ, նրանք զրկվում են պետական լծակներից, նրանք շատ հաճախ զրկվում են բանի հանրային լծակներից, ձայնը հնչում է շատ բան, ոնց ասեմ, երկչոտ։ Այդ ձայնը գիտեք ինչու է հնչում երկչոտ, որովհետև ամբողջ հարթակները լեցուն են պոակի եւ այլ աշխատողներով, որոնք եւ այն կողմից էլ ես վստահ եմ նաեւ համապատասխան ֆեյքերով, որոնք անընդհատ ռիփորթում են այդ էջերը, որպեսզի տարածականություն չունենա, որ այդ խոսքը չլսի եւ երկրորդ этаպը հայկական քաղաքական դաշտի բնորոշ տարբերակը դա որը կործանում է հայկական քաղաքական դաշտը դա քաղաքական գիծը եւ քաղաքական հաջողությունը անձի հետ կապելու միտում նույնիսկ Ղարաբաղ կամ կոմիտեն ինչի եկավ հաջողության որովհետեւ սովետական անիծյալ 70 տարի այնուամենայնիվ մարդկանց սովորեցրել էին որոշակի իդեալների պահպանություն, որոնք հետո ստացան ազգային հնչերանք։ Մարդկանց սովորացրել էին, ասում են, «Я тебя научу родину любить», չէ՞, բանա։ Իսկապես բոլորիս սովորացրել էին հայրենիքը սիրել, իսկ սովետական միության փլուզումից հետո հայրենիքը դարձավ Հայաստանը, եւ այդ սերը փոխանցվեց Հայաստանի վրա, բայց այն ժամանակ էլ չկար անձ, կար Ղարաբաղ կոմիտե, որը իդեպ ասեմ ձեզ, որ իշխանության մեջ էլ իր հավասարաբևեռությամբ Պես էլ մնաց Ղարաբաղ կոմիտե։ Երբեք չեղավ, որ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, առանձին Վազգենը, առանձին Վանոն, նրանք իրար հետ կարող էին ունենալ տարբեր հակասություններ, բայց ընդգրկվում էին, ընկալվում էին եւ գնահատվում էին եւ քննադատվում էին, իբրև կոլեկտիվ հավաքական։ Նրանք կոլեկտիվ հավաքական են։ Դրանից հետո Հայաստանում մտավ միանձնյա իշխանության համակարգը Եվ այդ միանձնյա իշխանության եւ նաեւ որին բնականաբար դեմ եկավ միանձնյա անդիմությունը, այդտեղ հավաքականության մասին խոսք չկար, ելի մի պատճառով, որ հավաքականության մեջ հանդես են գալիս ոչ ֆորմալ լիդերներ։ Այն լիդերները, որ ասում են հələ մի րոպե, եկեք խելքի տանք, դա էս անենք, այն անենք։ Այդ խելքին տվող լիդերներին նպատակ կա զրկել 3 կարևոր բանից։ Փողի լծակներից Եվ դրա համար եմ մտել այս բոլոր հայտարարագրերը բանը։ Դուք կարծում եք հայտարարագրերը մտել են, որ ինչ-որ, ասենք, դժբախտ դասախոսի բանը, եկամուտները հարկվեն, ոչ, դա հայտարարագրերը մտնում են, որպեսզի հանկարծակի, եթե տվյալ մարդու հաշվին, հանկարծակի հայտնվի $100,000 եւ ավելին գումար,
մի անգամից ալիքը հսկվի, որովհետև կարող են գտնվել մարդիկ, չի բացառվում, չէ, հենց կոնկրետ սփյուռքահայության շրջանում, որոնք կուզենան զուտ այդ ներդրումը անել որոշակի ապագա տեսնելու հույսով։ Բայց այդ բանը սփյուռքահայության պարտաճանաչ օրինական մարդիկ, որոնց հետ կուզենա գործ ունենալ օրինական քաղաքական դեմքը, նրանք բոլորը անում են այդ ամենը փոխանցումներով, տարբեր։ Ինքն առաջնորդ ծնելու համար։ Առաջնորդ ծնելու եւ ոչ միայն առաջնորդ, կոնսենսուսային համակարգ ծնելու։ Ոնց են անում հрьяաները։ Իրենք իրենց ծանր իշխանության անունը դրեցին կաֆեդրոկրատիա, այսինքն խելոքների իշխանություն։ Որ խելոքները գիտեք ինչ էին ասում, իրանք ոչ էին ասում այդ էլի դեպի իշխանության պրոպագանդիստական հետևյալ թեզն է, որ հա դուք ուզում եք պատերազմ լինի, դուք չեք ուզում ընդունենք, որ մենք պարտվել ենք, մենք ուզում ենք ընդունել, որ պարտվել ենք, բայց մենք ուզում ենք նաև ճանաչել, որ մենք պարտվել ենք առյուծի բաժինը ձեր պատճառով։ Եվ պատերազմը սկսել է առյուծի բաժինը ձեր պատճառով, եւ այդ բոլոր ընդունումները, փաստերը, համակարգումները պահանջում են մեծ էներգետիկ եւ ֆինանսական ռեսուրսներ։ Այս իշխանությունը չի ուզում այդ անկախ դեմքերի եւ անկախ շրջանակների ձևավորմանը, որոնք հետագայում միանում են ստեղծելով մի ամբողջություն։ Եկեք մի բան ասեմ, խիստ դեմոկրատական իշխանությունները ստանալով այդքան փողեր արևմուտքից, ինչի չեն խրախուսում արտմիությունների անկախ եւ բանը ստեղծումը եւ գործավարումը։ Ինչու՞, որովհետեւ պրոֆեսիոնալ միավորումները իսկապես ուժեղ հուշկու հարված կարող են հանդիսանալ իշխանության ուզուրպացիայի եւ ավտորիտարիզմի դեմ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ժողովրդավարական իրական գործընթացները Հայաստանում լրացվում են ներառյալ անկախ քաղաքական միտքը, այն ամեն ինչ որ մտնում է արևմտյան կառավարման գործառույթ։ Այսինքն կամազուրկ հասարակություն։ Կամազուրկ եւ անտեղյակ, նա պետք է հանկարծ ասես, բայց գիտեք, Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը եւ քաղաքական միավորումը շատ համահունչ աշխատում է ԿՊ-ական շրջանակների հետ եւ մի քանի փաստ բերես, այդ մարդը պարտադիր չի որ գնված լինի, պարտադիր չի որ բան լինի։ Նա արդեն այնքան է կուրացած, որ նա չի ուզում տեսնել փաստերը։ Փաստերը տեսանելի սարքելու համար դա հիվանդությունից բուժվելու նման մի բան է։ Դա լինի ցանկացած հիվանդություն, որը կապված է մենտալ համակարգի հետ, ալկոհոլիզմ լինի, թմրամոլություն լինի, առաջին պայմանն է, որ հիվանդը ընդունի, որ ինքը հիվանդ է։ Դրանով են զբաղվում շրջանակները, ընդ որում մի կարծեք, որ դա միայն քաղաքագետներն ու իրավաբանները պետք է զբաղվեն։ Անկախ փիլիսոփաների, ասում եմ, եւ հոգեբանների մի ոչ գումարտակ է պետք բան իմաց, որ աշխատի այդ գործընթացի վրա։ Մի մարդ, օրինակ ասենք, ես հա այս թեմայով խոսում եմ, այն թեմայով խոսում եմ, դա անհնար է, հակարկված էմիսարական շարժում է պետք։ Ասում եմ, հрьяաների մոտ դա այս ձևով էր։ Բալիկ ջան, տես, քեզ ասում եմ փողոցում կեղտոտ հрья, հա, ասում են, դե այն ժամանակ։ Քեզ ասում են էս, քեզ ասում են, որ դու երբեք ոչ մի հաջողության դու իրենց մի լսի։ Այ այս տան մեջ է մեր հայրենիքը եւ այս տան մեջ է կատարվում քո դաստիարակությունը եւ դրա համար այո մենք պարտվել ենք եւ ոչ ոքի մոտ չի պատրաստում զենքն ու զրահը վերցնել եւ գնալ հիմա հենց մարտադաշտ պատրաստ չլինելով որովհետեւ դա գործնականում սարքել են անհնար բայց ուղեղը զինաթափելը դա աշխարհի ամենամեծ ճիվաղ հանցագործությունն է որը հիմա փորձում են անել էլեմենտար դիմադրությունը էլեմենտար ազգի հանդեպ այդ բանի զգացումը թյումոսը ինքնա սեփական անձը հարգելու այն ոնց որ այն կինը որը բանը որին ամուսինը ծեծում է կամ հարևանը ծեծում է ոնց որ մի շարք ոստիկաններ կան ու համոզեն այդ կնոջը որ փոխանակ ոդքի բարձրացնեն որ փոխանակ բաներ շնչեն ասեն դու ես մեղավոր այդ victim blaming-ը մենք տեսանք վերջինս քաղաքապետի թաղապետի ծեծի այդ նոր քեզանոց հա երբ որ մենք տեսանք որ իբր թե արևմտյան կողմնորոշում ունեցող մարդիկ ասում են բլոգերն է մեղավոր ինքը Ռուսաստանի հրահրել է սադրել է ուրեմն քաղաքական յուրաքանչյուր դեմքի բանի ՄԱԿ-ի կոնվենցիա չկդե ասում եմ ով է կարդում ընդհանրապես ուրեմն նույնիսկ զրպարտությունների ժամանակ եթե ես ձեզ զրպարտեմ օրինակ ասեմ որ դուք բան եք ԿՊ-ական շատ ուժեղ վիրավորանքեր այո զրպարտեմ ասենք դուք իրավունք ունեք ինձ դատի կանչել
Իսկ քաղաքական գործիչը պիտի ապացուցի, որ դա այդպես չի։ Այսինքն ինձ դատի չի տալու, ինքը պարտավոր է ըստ ՄԱԿ-ի այդ կոնվենցիոն համակարգերի ինձ ապացուցել, որ դա այդպես չի եւ նոր դատի տալ։ Փաստեր ներկայացնել, որտեղ քաղաքական գործիչը այդպիսի մասնագիտություն ընտրելով նաև ընդունում է այդ մասնագիտության կողմնակի բոլոր հետևանքները, ասում կողմնակի էֆեկտ էլի, դեղի նման։ Այո, կողմնակի էֆեկտն է նա, որ մեկը չար խոսք ասի, մյուսը այն կանի, մեկը այն կանի, մեկը ցույց կտա քո անօրեն գործունեության արդյունքները վիդեոյով, դու դրա դեմ մի գործառույթ կարող ես ունենալ, դու կարող ես փաստերով հակառակն ապացուցել, հետո այդ մարդուն դատի տալ։ Այդ մարդուն ծեծելուց մինիմումն է, որ դու պետք է քո աշխատանքից զրկես։ Բայց այսպես կոչված արևմտամետ ժողովրդավարական Հայաստանում այդ մարդը պահպանում է իշխանությունը։ Բայց ներողություն չէ, խնդրեց ավականոնիստը։ Ուրեմն, սիրելիներս, ես ձեզ ասեմ, ներողությունը դա պարտադիր պայման է բարոյական պատասխանատվության, բայց յուրաքանչյուր դեմք, որը պաշտոն է զբաղեցնում, ներողությամբ չի պրծում, այդ դեպքում մարդ է սպանում, ներողություն ես խնդրում եւ վերջը դա Նիկոլ Փաշինյանի հիմքն է, չէ՞, բանն է, ասում է, հետո ինչ ասում է, բայց ներողություն խնդրեց ինքը։ Ոնց որ բանը, հիմա ինչ ասես մենք էլ անենք, հիմա եկեք մի հատ բան անենք, գնանք մեկին հրենք, որ ընկնի ուղակի։ Ու ասենք, բայ կներեք։ Տեսնենք ինչքան քանի րոպեից մեզ պատասխանատվության կկանչեն, որովհետեւ դա ներողությամբ չի լուծվում այդ խնդիրը։ Այսինքն եւ ես չեմ կարծում, որ այդ քան տգետեն, չնայած կարող է այդքան տգետեն, որ չգիտեն հավասարակշռությունների այն համակարգը, որ կրում է ստանդարտ քաղաքացին, քաղաքական գործիչը, պետական պաշտոնյանը, իհարկե ամեն մեկը իր պատասխանատվության չափն ունի։ Եվ ոչ մեկը դրանից տեղյակ չի, հա, բանը, նիսմիշից իմ այդ տապочки, իսկականից չէ, էլի։ Շատ լավ, Տիկին Սետրակյան, նշեցիք, որ գլխավոր կենտրոնից, այսպես ասած, ընդդիմադիր ուժերը գլխավորվում են, ուղղորդվում են եւ այլն։ Ինչ որ եւ իշխանությունները, նույն կենտրոնն է, ուղղակի իշխանությունների կենտրոնում ուրիշ կենտրոններ կան, ընդդիմադիր ուժերը այնպես մաքուր ռուսական։ Ձեր կարծիքով ինչու հենց հիմա իմպիչմենտի այս օրակարգը եկավ եւ շատ հետաքրքիր է, որ քաղաքական ուժերի կողմից չէ, քաղաքացիական շարժումը բերեց եւ նամակներ ուղարկեց 107 падգամավորի անունով։ Դե մենք հասկանում ենք, որ Հայաստանում քաղաքացիական շարժում չկա, չէ։ Ոչ մի կողմից։ Պարզվեց, ինչպիսի գեղեցկություն։ Արթուն ենք։ Հա, մենք երջանիկ էինք, մեզ թվում էր, որ մենք քաղաքացիական հասարակություն ունենք, այս խեղճ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան բաներով գրանտներ տվեցին, հետո պարզվեց, որ այն քաղաքացիական հասարակությունը մեր ընդամենը շարքային քաղաքական բլոգերների համակարգ է։ Նրանց ով է սպասարկում։ Քաղաքական բլոգերներ, այսպես կոչված think tank-ի շեֆերը, չգիտեմ ինչ որ ամեն մեկը մի վարկային գրանտի վրա նստած ինչ որ մեկը, ընդհանրապես քաղաքական բլոգերներն են, որոնք խնդիր ունեն կամ ամեն ուժով պաշտպանել իշխանության սխալ գործողությունները, կամ ողջ ուժով պահանջել պաշտպանել իշխանության բանության գործողությունները։ Բանն է, էլի։ Եվ ես օրինակ ասենք, եթե իրանք տեղերով փոխվեն, չեմ սպասի, որ Հայաստանում ինչ-որ արմատական բան փոխվի եւ դա իսկապես իմ կարծիքն է։ Դա իսկապես իմ կարծիքն է։ Այդ քաղաքական բլոգերները գնում են մեդիայից մեդիա եւ արտահայտում են իրենց հույժ կարեւոր արգումենտները մեկը մեկից աներևակայել։ Որ հեսա կտեսնեք ինչ կլինի Ալիևի հետ, Նիկոլ Փաշինյանը խղճացրել է Ալիևին, այնտեղ Պուտինը հեսա կլուծի Ղարաբաղի հարցը։ Ես այդ զառանցանք, հա, ամեն անգամ երբ որ տեսնում եմ, ուղղակի մտածում եմ, թե լավ, ինչքան կարելի է ապրել զառանցանքի մեջ։ Իսկ մենք ապրում ենք կրկնվող, 7 տարի այո, զառանցանքի մեջ ենք ապրում։ Շոպենհաուերը ասում էր, եթե իմ կյանքը շարունակական վատ երազ է, միթե ես իրավունք չունեմ ինքնասպան լինել եւ արթնանալ այդ վատ երազից, դա այդ Շոպենհաուերի հիմա ես ասում եմ, բա որ հանկարծ այս բանումներ ինչ կասեր, ինքնասպանության ինչպիսի գործառույթներ եւ գործողություններ կանեն։ Դրա համար այս կենտրոնի մեջ այդ քաղաքական բլոգերները, հա, պարզավ որ մի կողմից ուղղորդված բան են անում, եւ մենք հասկանում ենք, բայց ես շատ գոհ եմ, որ շարժումը է, հա, որտեւ ես հասկացա, թե նախ ես գիտեմ որ բոլորն էլ ուղղորդված են, բայց ես նախ հասկացա թե ով է ավելի ուղղորդված։ Հետո ես հասկացա ով ավելի սերտ աշխատում իշխանությունների հետ, ես հասկացա։ Մեզ էլ կասեք, չէ, անուններ չեմ տա։ Նո, ըստ այդմ կա, այսինքն բնական է, իմպիչմենտին ընդդիմությունը պետք է կողմ լինի։
Եթե ընդդիմությունը ասում է մեր իշխանությունը ունի որոշակի թերացումներ, հա? Հայաստան դաշինքը ասում է պետք է ժողովրդի ուժն էլ լինի դրսից, որ մենք կարողանանք, պատիվ ունեմա ասում է մենք միասնական տեխնազու չունենք։ Ուրեմն այսպես է, նախ եթե դու սկսում ես այդ առանց միասնական տեխնազուի, ապա դա մեծ բաց թողում է, բայց Հայաստան դաշինքը եւ միասնական ախր գիտեք իրենք հիանալի գիտեն, որ եթե հիմա չգիտեմ ում բռնեն այդ դաշինքից, ով կա ամենադժբախտը, այն որ ընդհանրապես ուղղակի դաշինքի մեջ այդ Հայաստանի կամ բանի պատիվների հայտնվել է բախտի բերմամբ թե պատամամբ։ Եթե ուղղակի այդ խեղճ ու կրակ մոլորվածին նշանակե միասնական տեխնազու, հասկանում եք, չէ՞, որ իմպիչմենտի գործընթացը ընդհանրապես բարոյա հոգեբանական քայլ է։ Բայց այդ բարոյա հոգեբանական քայլը չիրականացնելը արդեն ինքնին ուժեղ հարված է a. ժողովրդի հույսերին, b. բանի արևմուտքի եւ ընդհանրապես հավաքական աշխարհի ընդհանուր կարծիքներին եւ տեսակետների մեր մասին, g. նաեւ նրան, որ բանը այդ ապատիկ դաշտը բերում է նրան, որ իշխանությունը ամենազոր է եւ նրանց դեմ խաղ չկա, այդ հանդիմությունը չի կարողանում նույնիսկ այդ չնչին հարցը լուծել։ Նույնիսկ այդ չնչին հարցը լուծել։ Եթե նրանք իրար հետ հաշիվ ունեն պարզելու, թող պարզեն որոշակի գոնե մի քայլ հաջողությամբ տեղ հասցնելուց հետո։ Բայց կպարզեն ձեր կարծիքով։ Իհարկե ոչ, որովհետև ասում եմ, կենտրոնը ասում է խելոք մնացեք։ Եվ ես ընդհանրապես մտածում եմ, որ այս բոլոր թռիչքները եւ ջղացությունները ուղղակի բանեն, փորձեն ռուսական ամենատես աչքին ցույց տալու թե ով է ավելի որպես անգլիացիք լավ բառն են viable, ով է կենսունակ ավելի իբրև ընդդիմություն։ Իրանք հիմա ասում են իրար միս են ուտում, ասում են իրանք իրար միս չեն ուտում, իրանք ուղղակի ուզում են ցույց տալ։ Այսինքն ընդառաջ 26 թվականի հունիսի 20-ի ընտրություններ։ 26 թվականի ընտրությունները ուզում են ցույց տալ թե ով է ավելի պուպուշ բան, էլի, ավելի լսող, ավելի բան, ավելի ճիշտ ընդդիմություն, ավելի կենսունակ։ Ընդհանրապես ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, որը բաժանում է ամեն ինչը սև ու սպիտակի եւ այլն։ Բայց կան բազիսային բարոյական սկզբունքներ, որոնց խախտելը արդեն մարդու կերպարի բանն է, դեկոնստրուկցիան, այսինքն մարդը դադարում է գոյություն ունենալ։ Օրինակ շատ նորմալ է հաշտ լինել իշխանությունների հետ եւ աչքերը փակել նրանց արարքների վրա միջև պատերազմ։ Պատերազմից հետո աններել է։ Շատ հասկանալի է եւ ըմբռնելի է որոշակի կոռուպցիոն գործարքների դեմ մենք գիտենք, որ սա արևելյան երկիր է, իր բոլոր բաներով։ Պարզվա որ գալիս է իշխանության մեջ, քիչ թե շատ, իշխանության քիչ թե շատ իշխանությունը օգտագործում է իր շահերի համար։ Կարելի է դրա վրա փակել, բայց իշխանության չարաշահումը բերել հասցնել մարդկային կյանքերի կորստի, դա արդեն աններելի է։ Նու գծեր կան, էլի, որից այն կողմ անցնել չի կարելի, իսկ այս մարդիկ անդադ երկուստեք այդ գծերը անցնում են։ Կան դեռ կարմիր գծեր։ Իհարկե կան։ Աշխարհում կան, տիեզերքում կան։ Ամենուրեք կան։ Բանը ես աշխարհը լեցունա հուդաներով, տարբեր ձևի, մանր ու մեծ կալիբրի, եւ յուրաքանչյուր հուդա հավատացնում եմ ձեզ։ Յուրաքանչյուր հուդա, ես միշտ ասել եմ, տարբերություն չկա, հուդա թե Պետրոս։ Յուրաքանչյուր հուդա նախ վստահ է, որ դա անում է, ինչ որ անում է, ինքը անում է արդարությունից կամ ինչ որ բարձր գաղափարից դրդված, եւ յուրաքանչյուր հուդա տարբեր մակարդակներով, տարբեր շկալաներով համոզված է, որ իր գործն արդար է։ Ոչ մի հուդա չի գիտակցում, որ ինքը հուդա է, եւ ոչ մի հուդա ներսում չի կարող ինքը իրեն խոստովանել, որ դա անում է գազանային շնային նախանձից։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ դա այն բարոյական կարմիր գիծն է, որ մենք չպետք է սովորենք։ Աստվածաշնչով գծված է, մենք էլ այն բանը խորքային քրիստոնյա ազգ ենք, եւ դա այն է, որ վերջի վերջո Հայաստանը բերելու է եվրոպական դաշտ։ Եթե ասում եմ, ես լիշտո, ես ագնոստիկ եմ։ Ես հավատացյալության հետ չեմ կարող կապ ունենալ, որովհետև դրա համար իմ ուղեղը չափից դուրս քննող է։ Չի կարելի հավատալ նրան, ինչ որ չգիտես կա թե չէ, եւ չի կարելի շղթել այն, ինչ որ չգիտես կա թե չկա։ Բայց մարդը ամբողջ կյանքում ոչ թե կա, այլ դառնում է։ Մարդը միակ տեսակն է, որը խնդիր ունի մարդ դառնալու։ Գայլը ծնվում է, գայլ գնում է մինչև գայլություն։ Հա, բանը իր տեսակի մեջ, իսկ մարդը
կենթանուց մարդ դառնալու ամենօրյա պայքար ունի։ Եվ ամենօրյա ընտրություն, եւ այո, այդ կարմիր գծերը կան։ Եվ այն որ մարդիկ դա հատում են անընդհատ, դա դեռ չի նշանակում, որ հատելն ու հատությունը նույն բառով չէ։ Գիծը հատում ես եւ հետեւից գալու է հատություն։ Շատ լավ, 2026 թվականի ընտրություններից խոսեցինք։ Ինչ է կարծում, իշխանությունը կվերարտադրվի 26 թվականին։ Եթե շարունակվի, բանը, երկու պարով ծափու ծնցղայը։ Եթե դուրս չգա հրապարակ ուժ, ոչ թե նույնիսկ ուժ, հա, բան, խումբ, այս տենց եմ ասում, խումբ, ուժը լավ բառ չի, ուժերից այս տենց ենք արդեն, խումբ, կոլեկտիվ խումբ։ Հասարակ ժողովրդի մարդկանց։ Ես չպա, ես ասում եմ, ես ժողովրդի ծոցից ելածների որակը տեսել եմ եւ շատ գոհ եմ։ Այսինքն, այդ ժողովրդի ծոցից ելածնելու պոստուլատը չի, որ լուծելու է հարցը։ Տարբեր ծագում կարող են ունենալ մարդիկ, տարբեր մասնագիտություններ կարող են ունենալ մարդիկ, ինչա պետք է այդ մարդկանց, ասում եմ, այդպես ձևավորվում են հիմ մասոնական խմբերը։ Գերագույն պրոֆեսիոնալիզմ, ամեն մեկը իր դաշտում։ Գերագույն, որ իմանաս, որ այդ մարդը այն պրոֆեսիոնալն է, որ եթե անգամ ինձ մի անգամ այդպես որ ճնշումների են ենթարկում, չասեմ որ նախագահի օրոք, ես ասացի, ախր դուք չեք կարող ինձ զրկել իմ ամենօրյա հացից, ինչ է լինի, ես իմ մեջը թարգմանելու եմ, որտեղ էլ լինի կամ իմ աշակերտը պահելու եմ, այսինքն, եթե ես միտեղ պրոֆի եմ, ես օրվա հացի խնդիր չունեմ եւ ես որոշակի նորելու կուսակցությունների նման օլիգարխի կարիք չունեմ, էլի, որ ինձ սնեն, որ ես ինչ որ այնտեղ իբր թե կուսակցական գործունեություն ծավալեմ, իբր թե Դե համար բանը, որոնք պիտի լինեն պրոֆեսիոնալ, որոնք պիտի լինեն ընտանիքի մարդիկ, որտեղ դու մի ընտանիք չես կարողանում ղեկավարել, ինչ որ մենք տեսնում ենք երկիր ինչպես ես ղեկավարում, եւ որը պիտի ունենա հավատամքային, այսինքն կրոնական եւ հանրային սահմանափակումներ։ Այսինքն եթե ինքն իր մեջ թե շրջապատից պահվածքի մեջ ինքն իր մեջ եւ պահվածքի մեջ, որովհետեւ 1000 ներողություն պետական ինստիտուտը այն բանն է, որ չի հանդուրժում շատ իննովացիան։ Պետական ինստիտուտը ամեն անգամ վերանորոգելով դու այն քանդում ես։ Պետական ինստիտուտը ինքը պետք է շատ կոնսպանելնի, կարծր կոնստրուկտ լինի, որը անընդհատ պարզեցնես։ Այսինքն անհատները չփոխեն իրավիճակը։ Անհատները չեն կարող փոխել իրավիճակը։ Իրավիճակը փոխում են խմբերը։ Ոնց ուզում ես ասես։ Եվ ժողովուրդն էլ չի կարող փոխել իրավիճակը։ Որովհետև ժողովուրդը պիտի լինի այնուամենայնիվ խմբային կոլեկտիվ գիտակցությանը հետևող, ես չեմ սիրում զանգված բառը, հանրույթ։ Դեռևս մենք միջև հանրություն շատ ժամանակ ունենք։ Բայց կհասնենք հանրույթ։ Անկեղծ ես չեմ կարող որևէ լավատեսական կանխատեսում անել, բայց նաև չեմ ուզում բանը հուսալքել եւ բարյալքել մարդկանց, որովհետեւ գիտեք ոնց է, գեոպոլիտիկան հզոր բան է։ Լրիվ բարյալքված էր Ֆրանսիայի հասարակությունը, մինչև Անգլիան աճացրեց Դեգոլին եւ Դեգոլը աճացրեց Ֆրանսիան, այսինքն դա այնպես էր, որ բոլորը ասենց կոտրված սպասում էին եւ ամբողջ ֆաշիզմը Եվրոպան հաղթական կայքարերով նվաճում էր, Չերչիլը ասաց ոչ, մենք ունենք մի կղզի եւ այդ կղզին կտանի այդ պայքարը մենակ։ Ասում եք ինչ սիմվոլ է, կղզին մենակ։ Մենք կղզիացած եւ կղզուց սկսվեց արդեն տարածումը ամբողջ մայրցամաքով այն աշվանել ամսի 9-ը, հա, աշխարհով մենք հասկանում ենք, որ հանգամանքները փոխվելու հետ կարող ամեն ինչ փոխվել։ Իմ գերխնդիրը որն է։ Չթողնել, որ այս իշխանությունը կատարի իր սև գործը ընդդիմության հետ համատեղ։ Մարի ժողովրդի հակազդեցությունը։ Բնաջնջի նրա ազգային արժանապատվությունը։ Ջնջի նրա հիշողությունը։ Դա իհարկե այդքան էլ հեշտ գործընթաց չի, բայց Ֆրանսիայում շարժումը ինչ ճիշտ էր կոչվում, չէ՞, ռեզիստանս, դիմադրություն։ Հայաստանում պետքա մեր ռեզիստանսը, նոր դիմադրություն, որը կլինի հոգևոր եւ մտավոր մակարդակ։
Շատ լավ, վերջում կարճ պատասխան եմ ակնկալում ձեզանից, Տիկին Սեդրակյան, դժվար բան եք ասում։ Փորձենք։ Ես եւ կարճը։ Փորձենք, եթե գիրք գրելու լինեիք կամ խորհուրդ տայիք ինչ-որ մեկին, որը փորձում է գիրք գրել ներկայիս Հայաստանի մասին, ինչ ժանրով կլիներ։ Ես փորձում եմ։ Օ։ Հա, մի հատ պիես եմ գրել, լավ պիես է, բանը բավականին ծիծաղելի, աբսուրդի ժանրի մեջ է, կոչվում է Քաչալ նապաստակը, բանը, եւ մի հատ էլ գիրք եմ գրում եւ իհարկե դա դիստոպիայի ժանրն է, ֆանտաստիկ, սև, ապագայի բնորոշող նկարագրող ներկայիս իրավիճակը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ Տիկին Սեդրակյան։ Եթերում ուղիղ խոսքներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։